Մի ֆանտաստիկ պատմություն, որը ցնցեց ամբողջ Թուրքիան եւ կցնցի նաեւ ձեզ, եթե դրա մասին դեռ չեք լսել։ Սաբիհա Գյոքչեն 12-ամյա կապուտաչյա աղջնակ էր։ Աթաթուրքը նրան հանդիպում է որբանոցում եւ տեսնելով նրա գեղեցիկ աչքերը որոշում է, որ նրան անպայման պետք է որդեգրի։ Հայտնի է, որ Աթաթուրքն ուներ 8 որդեգրած որդի, որոնցից ոչ մեկ բարեբախտաբար նրա երեխաները չէին հանդիսանում։ Լավ է, որ իր երեխաները չուներ, չհորանա դրա գենը։ 1935 թվականին Սաբիհան Աթաթուրքի հետ ներկա է գտնվում օդաչուների դպրոցի բացման արարողությանը եւ հենց այնտեղ էլ որոշում է, որ նա ուզում է օդաչու դառնալ։ Սաբիհա Գյոքչեն Թուրքիայի առաջին կին օդաչուն էր եւ առաջին ռազմական օդաչուն։ Սաբիհան Թուրքիայում համարվում է ազգային հերոս եւ նրա անունով է կոչված Թուրքիայի ամենամեծ օդանավակայաններից մեկը։ Կին, որով հիացած էր մի ամբողջ պետություն, պարզվում է, որ հայ էր։ Այս մասին առաջինը գրեց ականավոր գրող-լրագրող Հրանտ Դինքը։ Նրա հոդվածը Սաբիհա Գյոքչենի գաղտնիքը ռումբի պես պայթեցրեց Թուրքիայի հասարակությունը։ Պարզվում է, որ Սաբիհայով հետաքրքրված էին Հայաստանի նրա բարեկամները եւ պարզվում է, որ Սաբիհայի իրական անունն է Խաթուն Սեբիլջյան։ Ցեղասպանության ժամանակ Սաբիհայի ծնողները սպանվել էին եւ նա քրոջ հետ հայտնվել էր մանկատանը։ Սաբիհայի պատմության ուսուցիչը փաստում էր, որ նա հայերեն բառեր գիտեր եւ գիտեր իր ծագման մասին։ Հրանտ Դինքին մեղադրեցին, որ նա սադրում է թուրք հասարակությանը, սակայն կար մի փաստ, որը անհերքելի էր։ Սաբիհան ուներ երևանյան հիվանդություն։ 2004 թվականից հետո Թուրքիայի հասարակությունը կասկածի տակ դրեց իր ազգի ծագումնաբանությունը եւ հերոսներն ու արժեքները։ Թուրքերը սկսեցին մասսայաբար գենետիկ հետազոտություն անցնել։ Սակայն վերջին տարիներում հայտնի դարձավ, որ Թուրքիայում գենետիկ հետազոտությունները արգելված են։ Գենետիկական հետազոտություններից հետո բազմաթիվ թուրքեր պարզեցին, որ նրանք իրականում հայ են։ Սա էր խնդիրը, որ թուրքական կառավարությունը վախենում էր իր հասարակությունից եւ ամեն կերպ փորձում է կոծկել այն հրեշավոր սուտը, որը նա հրամցնում է աշխարհին։